Բաքվում շարունակվում է Ադրբեջանի կազմակերպած դատական ֆարսն ուղղված Արցախի հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ։ Գործընթաց, որտեղ բացակայում են արդարության ամենաառաջնային բաղադրիչները, անկախ դատարան, պաշտպանական լիարժեք իրավունքներ եւ ամենակարևորը՝ միջազգային վերահսկողություն։ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամանատարներ, արտաքին գործերի եւ պետական այլ պաշտոնյաներ այժմ կանգնած են Բաքվի դատարանի առաջ, որտեղ նրանց մեղադրում են ոչ թե գործած հանցանքների, այլ ինքնության համար։ Ադրբեջանն ի հեճուկս միջազգային կոնվենցիաների եւ իր իսկ ստանձնած պարտավորությունների արգելել է անկախ միջազգային դիտորդների, լրատվամիջոցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների մասնակցությունն այս գործին։ Մայիսի 6-ից սկսած դատական գործընթացն անցկացվում է փակ դռների հետևում։ Միակ տեղեկատվական հոսքը հասանելի է բացառապես պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում։ Վերջին նիստում, ինչպես հայտնում են ադրբեջանական աղբյուրները, դատարանը լսել է տուժողներ կոչված վկաների ցուցմունքները, որոնք հիմնականում վերաբերում էին 2016 թվականի ապրիլի մարտերին, 44-օրյա պատերազմին եւ Գանձակի դեպքերին։ Վերջին նիստում պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը կասկածի տակ է դրել վկաների ներկայացրած ցուցմունքները, դրանք որակելով անհիմն եւ մտածածին։ Ես եղել եմ պաշտպանության բանակի հրամանատար եւ պատասխանատվություն եմ կրել ամեն մարտական գործողության համար։ Այստեղ ներկայացվող վկայությունները զուրկ են ռազմագիտական ու փաստական հիմքերից, դրանք շինծու են։ Դատական նիստի ընթացքում հարցաքննվել են նաև այնպիսի անձինք, որոնք որևէ առնչություն չունեն ներկայացված դեպքերի հետ։ Օրինակ, Մարտակերտի Գետավան գյուղի բնակիչ Մադադ Բաբայանը դատարանում նշել է, որ երբեք ներգրավված չի եղել մարտական գործողություններում։ Բակո Սահակյանն իր հերթին հաստատել է, որ չի ճանաչել նրան եւ Մադադ Բաբայանի հետ առաջին անգամ հանդիպել է հենց դատարանում։ Ադրբեջանն իր կեղծ դատավարությամբ ոչ միայն ճնշում է Արցախի նախկին ղեկավարներին, այլև նպատակ ունի վերաշարադրել պատմական իրողությունները ներկայացնելով որպես ահաբեկչական գործողություն, Արցախի գոյամարտը որպես հանցագործություն, իսկ պետական ինստիտուտները որպես ապօրինի կառույցներ։ Այս պահին ադրբեջանական բանտերում պահվում են առնվազն 23 հայ գերիներ, որոնցից 16-ը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի դեմ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են նաև Արցախի 3 նախկին նախագահները, Ազգային ժողովի նախագահը, պետնախարարը եւ բարձրաստիճան զինվորականներ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։